Պարոն Փաշինյան, նախ Շունշանգյալի մասին։ Տեսեք, դուք վերցրել եք ձայնագրությունի, քննչականի եւ ենթադրյալ կաշառքի գործի հետ կապված, միայն անդրադառնում եք մի հայտարարության, մի ցիտատի վրա եւ դա տեղայնացնում եք ամբողջ ձեր նշած ընդդիմադիր ուժերի վրա։ Ենթադրենք ձեր կողմնակիցներից մեկը եւ կա այդպիսի փաստ 10-րդական ձեր աջակիցը մի այդպիսի հայտարարություն է անում։ Կարող ենք մենք դա տեղայնացնել նաև ամբողջ քաղաքացիական պայմանագրի վրա եւ ընդդիմությունը կարող է իրեն իրավունք վերապահել եւ ասել, որ քաղաքացիական պայմանագիրը ամբողջությամբ այսպես է վերաբերվում հասարակությանը։ Դա ընդունելի տարբերակ է, այս առումով խնդրում եմ ձեր գնահատականը։ Երկրորդը դուք պարբերաբար նշում եք Սամվել Կարապետյանը, վախենում եք, որ բոմժ կդառնա Սամվել Կարապետյանը, երեք նա անդրադարձել է դրան եւ նա ձեզ ասում է դուք կներեք, ցիտում եմ իրեն, դուք բուժման կարիք ունեք։ Եվ երրորդ հիմնական հարցը ձեր խաղաղության օրակարգի մասին եմ ուզում խոսեք, դուք ասում եք խաղաղություն ենք բերել, Ադրբեջանի հետ խաղաղությունն է կառուցում, բայց նույն Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Արցախում եւ եկեղեցիները հիմնահատակ ավերում։ Սա է խաղաղությունը, այսպիսի խաղաղություն ենք բերում։ Գիտեք, եթե որևէ ԿՊԱ-կան նման արտահայտություն անի եւ մենք նրան իմանանք եւ համապատասխան միջոցներ չձեռնարկենք եւ չդատապարտենք հրապարակային եւ կարգապահական վարույթ չհարուցենք, այո, դուք կարող եք ասել։ Սրա մասին է խոսքը։ Եվ սրա մասին կարա տեղի ունենա, բայց մենք կուսակցությունը դիրքորոշում արտահայտում է դրա վերաբերյալ։ Եղել են դեպքեր, որ ոչ կոռեկտ արտահայտություններ են եղել, մենք շատ արագ դրան բան ենք արել, կամ ներողություն ենք խնդրել, կամ ինչ-որ մի բան ենք արել եւ այլն եւ այլն։ Խոսքը դրա մասին է։ Ինչ վերաբերում է բուժմանը, ճիշտն ասած, իրոք բուժման կարիք ունեմ, որովհետեւ մի քիչ խարբուխ եմ, որ 10 օրից ավել չի անցնում։ Այնպես որ շնորհակալ եմ իմ առողջական վիճակով այդպես հետաքրքրվելու համար։ Վերջին հարցս ինչ եմ գրել։ Էլ ինչ։ Հա, խաղաղության մասին, գիտեք, էլի հետեւյալն եմ ուզում ասել։ Այդ հարցերին պատասխանելիս, գիտեք ինչու՞մն է դժվարությունը, այդ հարցերին պատասխանելիս, որովհետև մենք պետք է մտնենք դաշտեր եւ խոսենք բաների մասին, որի մասին ընդունված չի եւ լավ չի խոսալ։ Ես նախկինում, բայց անուղղակիորեն խոսել եմ դրա մասին։ Ասել եմ, որ մենք պետք է նկատենք, որ տարածաշրջանում կան մեղադրանքներ, որոնք որոշակի հայելայնություն ունեն։ Մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում, մեզ են մեղադրում, մենք ենք մեղադրում, մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում եւ այլն եւ դուք համոզված եք, չէ՞, որ ասում եք 100%-անոց ճշմարտություն։ Մենք համոզված ենք, որ ասում ենք 100%-անոց ճշմարտություն։ Այն մյուս կողմն էլ է ասողը համոզված է, որ ասում է 100% ճշմարտություն։ Եվ խնդիրը հետեւյալն է, որ այդ տրամաբանությանը պետքա մի օր կանգ առնել, պետքա վերջ տալ դրան։ Եվ այստեղ է, որ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումը դառնում է առանցքային գործոն։ Հակառակ դեպքում այդ process-ը կարա գնա հավերժ եւ մենք տեղ չհասնենք եւ այդ պատերազմի կոնֆլիկտի ցիկլը չհաղթարենք։ Էլի ուզում եմ ասեմ, պատերազմները, այդ թվում Ղարաբաղի շարժումը առաջին հայացքից շատ անմեղ բաներից է սկսել։ Հետո դարձել է մի իրավիճակ, երբ որ երկրների ու ժողովուրդների ճակատագիր արժեցել։ Ես կարծում եմ, որ մենք պետքա կանգ առնենք, բայց դա չի նշանակում այդ հարցերը չքննարկել, նշանակում է այդ հարցերը քննարկել այլ մթնոլորտում, այլ տրամաբանության մեջ։ Եվ իմիջիայլոց ես ուրիշ բան եմ մտածում։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ եւ ասում եմ, իսկ Հայաստանում կան պատմամշակութային հուշարձաններ, որ հենց այսօր ոչնչացվում են։ Այո, կան եւ իմ հոգսը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններն են եւ էսա պատճառը, որ եթե թիվը չսխալվեմ, Հայաստանի պետական բյուջեից մենք եռապատկել ենք միջոցները։ Ես օրինակ գնացել եմ Այգեհովիտ գյուղում գտնվող Սրվեղի վանք եւ տեսել եմ, որ ավերվում է այդ վանքը։ Վերադարձել եմ հանձնարարական եմ դրվել վերականգնել։ Գնացել եմ Բջնի եկեղեցի, տեսել եմ պատը քանդված է։ Վերադարձել եմ հանձնարարական տվել պատը բանանել։ Գնացել եմ Բջնի ամրոց, տեսել եմ, որ ամբողջը ծառերով փակված է եւ ճանապարհել գոյություն չունի։ Վերադարձել եմ հանձնարարական եմ տվել, որ կառուցել։
Ես Հայաստանի Հանրապետության մեր աչքի իմիջայլոց ամրակից գյուղում գտնվող ռուս ուղղափառ եկեղեցին ես մտել եմ եւ տեսել եմ, որ Ավերման եզրին է ռուս ուղղափառ եկեղեցին։ Վերադարձել եմ, հանձնարարական եմ տվել, որ պատմամշակութային արժեքը վերականգնվի եւ վերականգնված է, ուրախ եմ, հույս ունեմ այն օր չհասցրեցինք մտնել, առաջիկա մի առիթով կգնանք եւ կտեսնենք ինչա վերականգնման արդյունք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար